Այսօր Հայաստանում բարձրագույն կրթությունը շատերի համար դարձել է ոչ թե հնարավորություն, այլ ֆինանսական փորձություն։ Դրա հետևանքով մենք շարունակում ենք կորցնել մեր երկրի մտավոր ներուժը։ Մեր նման փոքր բնակչություն ունեցող երկրի համար սա հիրավի ազգային անվտանգության հարց է։ Աշխարհի առաջատար երկրները վաղուց հասկացել են մի բան. համալսարանը ծախս չէ, դա ռազմավարական ներդրում է։ Այնտեղ, որտեղ կրթությունը հասանելի է բոլորին, տնտեսությունը դառնում է ավելի արտադրողական, աշխատավարձերը ավելի բարձր, պետությունը ավելի մրցունակ։ Դա արդեն ապացուցված կապ է։ Իսկ մենք դեռ պահում ենք մի համակարգ, որտեղ երիտասարդի ապագան հաճախ որոշվում է ոչ թե նրա ունակություններով, այլ ընտանիքի ֆինանսական հնարավորություններով։ Սա վտանգավոր է պետության համար։ Պետք է ընդունել հստակ քաղաքական որոշում, փուլային անցում կատարել լիարժեք անվճար բարձրագույն կրթության, որովհետև պետությունը, որը ներդրում չի կատարում իր երիտասարդի մեջ, վաղը ստիպված է լինում վճարել այդ բացթողման գինը թույլ տնտեսությամբ, արտագաղթով եւ սահմանափակ հնարավորություններով։ Պետությունը նման է հողի, եթե հողը չես մշակել, բերք չի տալու, եթե երիտասարդի մեջ ներդրում չես արել, ուժեղ պետություն չես ունենալու։ Եթե ուզում ենք, որ Հայաստանը լինի մրցունակ, արդար եւ ուժեղ, պետք է սկսել ամենահիմնականից՝ կրթությունից։